Ադրբեջանում խորացող սոցիալական խնդիրներին զուգահեռ կարծես նոր սկանդալ է հասունանում Ալիևների ընտանիքի շուրջ։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Թերեզա։ Արման, ադրբեջանական ընդդիմադիր հարթակներում վերջին օրերին իսկական փոթորիկ է Ալիևի անձնական կյանքի, արտամուսնական կապի կասկածների եւ ընտանեկան գաղտնիքների շուրջ։ Ինչի մասին է խոսքը։ Նախ նշեմ, որ այս ամբողջ սկանդալային տեղեկատվության աղբյուրը Ադրբեջանում հայտնի նախկին քաղբանտարկյալ ու վտարանդի բլոգեր Մեհման Հուսեյնովի հետաքննությունն է։ Նրա տարածած նյութերը փաստորեն հերթական հարվածն են հասցնում Ալիևի տարիներով խնամքով կառուցած ավանդական ընտանեկան արժեքներով ապրող այդ լիդերի կերպարին, քանի որ ջրի երես են դուրս եկել պալատական այնպիսի կեղտոտ պատմություններ, որոնք ուղղակի շոկի մեջ են գցել Ադրբեջանի հասարակությանը։ Ըստ հրապարակված փաստերի, սկանդալի կենտրոնում Ալիևի կրտսեր դուստրն է Ամինան, ում 2015 թվականին Լեյլա Ալիևան պաշտոնապես ներկայացրեց որպես մանկատնից որդեգրված երեխա։ Հուսեյնովի բերված ապացույցները սակայն ցույց են տալիս, որ Ամինան իրականում Իլհամ Ալիևի կենսաբանական դուստրն է, որի մայրը Ալիևի դստեր Լեյլայի մոտ ընկերուհին է, ադրբեջանական ավիաուղիների նախկին ղեկավարի դուստր Ջամիլա Էսկերովան, ու որպեսզի այս պատմությունը ծածկադմփոց անեն, Ալիևը նույնիսկ ստիպել է սեփական դստերը բաժանվել ամուսնուց ռուսաստանաբնակ բիզնեսմեն երգիչ Էմին Աղալարովից, որպեսզի երեխան ձևական որդեգրմամբ ստանա Ալիևա ազգանունը։ Սա ադրբեջանցիների կատաղությունն է հարուցել, մարդիկ սոցիալական ցանցերում բողոքում են, որ իրենք անգամ չեն կարողանում տարրական մանկական նպաստներ ստանալ, իսկ Ալիևն իր ապօրինի զավակների անձնական հարցերն ու ննջարանային սկանդալները լուծում է պետական բյուջեի եւ իշխանական լծակների հաշվին։ Իդեպ Թերեզա, աղջնակը, որը հիմա 11-12 տարեկան է, Աբու Դաբիում Զեյեդ խաղաղության մրցանակաբաշխության ժամանակ Ալիևի ու Լեյլայի հետ բեմ բարձրացած երեխան է։ Արման, բայց սա կարծես միայն կենցաղային կամ բարոյական հարց չէ։ Արդյոք սրա տակ քաղաքական հաշվարկ ու ենթատեքստ չկա, հաշվի առնելով թե երբ է ծնվել այդ երեխան։ Ճիշտ նկատեցիր Թերեզա, ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրները պնդում են, որ այս պատմությունը լուրջ ներքաղաքական հետևանքներ է ունեցել, ընդհուպ մինչև Ադրբեջանի սահմանադրության փոփոխություն եւ Մեհրիբան Ալիևայի առաջին փոխնախագահ դառնալը։ Ըստ Հուսեյնովի, Մեհրիբան Ալիևան իմանալով Իլհամ Ալիևի արտամուսնական կապի մասին, կանգնել է իր ընտանեկան ու քաղաքական ազդեցությունը կորցնելու վտանգի առաջ։ Մեհրիբանը, որը ներկայացվում է Ադրբեջանի ամենաազդեցիկ Փաշաևների կլանը, Ալիևի առաջ շատ կոշտ պայման է դրել։ Ընտանեկան խայտառակությունը չհանրայնացնելու եւ իշխանական կլանների հավասարակշռությունը չխախտելու դիմաց նա պահանջել է իրեն տալ երկրի կառավարման երկրորդ ղեկը։ Արդյունքում Իլհամ Ալիևը ստիպված է եղել փոխել երկրի հիմնական օրենքը, ստեղծել առաջին փոխնախագահի ինստիտուտը եւ այդ պաշտոնում 2016 թվականին նշանակել իր կնոջը։ Այսինքն Ադրբեջանի պետական ինստիտուտները ձևափոխվել են ոչ թե հանուն երկրի զարգացման, այլ Ալիևի անձնական արկածախնդրությունների հետևանքով կնոջ սիրտը շահելու եւ Փաշաևների կլանի լռությունը գնելու համար։ Արման, իսկ ինչպիսին է այս ամենի մասին Բաքվի արձագանքը, արդյոք պատասխան կա, թե փորձում են լռեցնել այս թեման։ Առայժմ ադրբեջանական իշխանությունները պաշտոնապես դեռ չեն պատասխանել այս հրապարակումներին եւ փորձում են տոտալ լռության մատնել թեման։ Սակայն եթե հաշվի առնենք նախադեպերը, Բաքվի արձագանքը իրեն երկար սպասեցնել չի տա։ Ընդամենը 1 ամիս առաջ, երբ համանման սկանդալ բռնկվեց Իլհամ Ալիևի հարսի Ալյոնա Ալիևայի անվան շուրջ, դրան անմիջապես հաջորդեցին կոշտ ձերբակալություններ տեղեկատվական եւ ընդդիմադիր դաշտում։ Այնպես որ այս անգամ եւս Ալիևի վարչակարգը հավանաբար կգնա նույն ճանապարհով։ Նրանք կգտնեն հերթական խավության նոխազը, կմեղադրեն նոտարերկրյա լրտեսության կամ պետական դավաճանության համար եւ նոր պատժիժ գործողություններ կսկսեն։ Ալիևի հարսի մերկապարուհի լինելու մասին աղմուկն ու Ադրբեջանի նախագահի ընտանիքի շուրջ սկանդալների լռեցումը ցույց է տալիս, որ Ալիևների կլանը վախենում է այդ սեփական ննջարանային ու կոռուպցիոն գաղտնիքների հանրայնացումից, քանի որ հասկանում է, հենց նմանատիպ ներքին աղմուկը կարող է քանդել անգամ ամենաամուր թվացող բռնապետությունը։ Շնորհակալ եմ Արման։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանն էր տաղավարում։